ապօրինությունները, օրենք չկա, վերևից կատարող հրամանները։ Ճիշտ ասած ես չէի ուզի որպես 9-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր առաջի ելույթս այդտեղից սկսեի, բայց մեղադրողները ոնց որ բզբզում են տենց։ Ձեզ ասեմ իմանաք, այս մի տարի որ պահել եք կալանքի մեջ, ինչքան ուզեք կմնամ, կալանքում ինձ երբեք չեք վախեցրել, չեք էլ կարող վախեցնենք։ Եթե մտածում եք այս մանդատը տենց առիթ լինի, որ այս մանդատով ես դուրս գամ, չէ, դες կարիք չկա։ Ես մանդատի համար չեմ պայքարել, ես պայքարել եմ իմ հայրենիքի համար, մանդատը բռնեմ, առանց մանդատը լինեմ, իմ պայքարը որ սկսել եմ առանց մանդատի եմ եղել։ Հիմա տենց օրենքներ եք բերում, ասում եք, շատ շնորհակալ եմ, որ ասում եք ցմա ես ազգային ժողովի պատգամավոր եմ։ Հիմա հրաման եք ստացել, ես պետք է պայք կալանքի տակ պայք տեղ խնդիր չկա։ Իմ պայքարը օրենքի համար է, որ փորձում ենք դե մարդը այս գործի հետ կապ չունի, զենք ունի, բերում կապեք այդ գործի հետ, ով է մտածում, որ սահմանադրություն հաշվի առեք, կամ վճռաբեկ դատանի որոշում հաշվի առեք։ Ընդհանրապես այս միջնորդությունը չէր թողա անեին։ Միջնորդությունն է, որ օրենք կա, գոնե այս օրենքը պահենք, որտեղ տենում ենք ինչա կատարվում։ Շատ եք ուզում, ասեմ, այսքան մի տանջվեք, անկեղծ եմ ասում, ին վրա այդ կալանքը ոչ մի արժեք չունի։ Պայքարել եմ այնքան ժամանակ, միջև այս երկրում օրենքը լինի, արդարություն լինի եւ անօրինական մարդիկ պատժվեն։ Մի երկու հարց